Գիտությունը նորարարության մի մաս է։ Ուզենք թե չուզենք զարգացնենք նաև գիտություն։ Մենք երբեք չենք մտածի, որ 8 տարի առաջ PMI Science-ը հետազոտական կենտրոն, որ բացեց Հայաստանում, ամենամեծ խումբը կլինի ամբողջ կորպորացիայում։ Գալիս են նոր գիտական ուղղություններ, որոնք բնականաբար բնական գիտությունների, ճարտարագիտության եւ այլն վրա են հիմնված, որտեղ Հայաստանը կարող է լինել նաև առաջատարներից մեկը։ Եթե դու կազմակերպություն ես, որ ուզում է դոմինանտ մնա իր ինդուստրիայում 5 տարի, 10 տարի, 20 տարի հետո, հետազոտական աշխատանքները այլընտրանք չունեն։ Պետք է ամբողջը ազատել, թե հարկերից, թե турքերից, ստեղծել պայմաններ, որպեսզի այդ ֆինանսական հոսքերը գնան դեպի գիտություն։ Ինչն է առանձնացնելու իրանց աշխարհի մնացած գիշատիչներից։ Այդ drive-ը, որ իրանք պետքա գնան ու գիտական նորույթներ բերեն իրանց կազմակերպություն։ Մի բան է, որ դու ասես իմ մոտ լավ գիտություն կա, մի բան է, որ ասենք որոշակի վարկանիշով կազմակերպություն ասես։ Գիտահեն խնդիրները կոմպլեքս, այդ մոտեցումն են պահանջում, եւ մենք փորձում ենք մեր մասով ջրենք, մեր մասով պարարտ հողը պահենք։ Այս պահի դրությամբ ոնց է մեր մոտ կապը բուհի, գիտական ինստիտուտների ու տնտեսության միջև։ Տեղական արդյունքները այսօր վադրությամբ չեն ներդրում հենց Հայաստանի տնտեսության մեջ։ Չես կարող գիտնականին բան տարկել, ասել ես քեզ ֆինանսավորել եմ, մենակ քեզ ուղղությամբ պիտի անես